Բարի առավոտ 21 TV եթերում իր աշխատանքն է սկսում օրդ բարի ծրագիրը։ Ես Անահիտ Կիրակոսյանը փորձելու եմ ամեն ինչ անել, որ առաջիկա 1 ժամը լինենք միասին ու ստանանք դրական էներգիա, դրական ռիթմերով։ Այս պայն ռիթմերի հովանավորն է մեր հաջորդ տեսահոլովակը։ Դիտեք։ Արթնացանք, թարմացանք եւ ինչ պետք է անենք այսօր։ Ինչ պետք է անել չգիտեմ, բայց ինչ հագնել այսօր։ Այս հարցի պատասխանը վստահաբար կտա մեր նորաձևության էջը։ Եկեք քայլենք նորաձևության հետքերով Նաիրա Հարությունյանի հետ։ Բարև ձեզ, շարունակվում են մեր ամանորյա թողարկումները եւ այս անգամ խոսելու ենք դիմահարդարումից։ 2026 թվականը դիմավորում ենք վստահ գրակոտ ձիու խորհրդանշով։ Այս շրջանում դիմահարդարումը պետք է լինի ոչ արտահայտիչ, առանց ագրեսիվության եւ եթե փայլ, ապա առանց չափազանց շողշողուն մանրուքների։ Եթե նոր տարին պատրաստվում եք դիմավորել ռեստորանում, հիմնական շեշտը պետք է դնեք մաքուր մաշկի եւ աչքերի ընդգծման վրա։ Տոնային քսուկը թեթև, կիսաթափանցիկ, բնական փայլով։ 2026 թվականին հատկապես ակտուալ են տաք բրոնզային եւ պղնձագույն երանգները։ Ստվերաներկերում մեղմ սմոքին շագանակագույն կամ տերակոտա գամայով, ինչպես նաև բարակ սլացիկ գծերը, որոնք ստեղծում են դինամիկայի զգացողություն։ Ամենակարևորը փափուկ անցումներն են եւ առանց կոպիտ երանգների, շուրթերը խորը, բայց հանգիստ գույներով, գինու հատապտղային կարամելային նյուդ։ Իսկ եթե շեշտը դրվում է աչքերի վրա, կարելի է ընդգծել սատինե բեժ կամ նուրբ շագանակագույն։ Կարմրաներկը տաք, այնպես կարծես դեմքը թեթևակի կարմրել է ձմեռային զբոսանքից։ Հայլայթերը միայն նուրբ մեղմ ոսկեգույն կամ շամպայնի երանգով դիմագծերը ընդգծելու, բայց ոչ դիմահարդարումը տոնածառի լուսավորություն դարձնելու համար։ Եթե նոր տարին նշում եք տանը, ընտանիքի շրջապատում, միտումն այստեղ հարմարավետության ու ջերմության մասին է։ Սա առավելագույնս կենդանի բնական դիմահարդարման տարածք է, թեթև տոն, մի փոքր կրեմային կարմրաներկ, նուրբ ձևավորված հոգեր,
ակնապակիների վրա դեղցագույն կատնամոկային երանգներ կամ մեղմ ոսկեգույն փայլ, որը տոնական տրամադրություն կտա, բայց չի ծանրաբեռնի կերպարը։ Շուրթերը թեթև գույն ունեցող բալսամ կամ հանգիստ նյութ, որը թարմացնում է, բայց չի պահանջում մշտական շտկում։ 2026 թվականի դիմահարդարման գլխավոր սկզբունքը մեղմ վստահությունն է եւ բնական գեղեցկությունը, ընդգծված տաք երանգներով եւ իհարկե ազնիվ փայլով, անկախ նրանից, թե որտեղ կդիմավորեք ամանորը, տանը թե ռեստորանում, թող որ դիմահարդարման միջոցով ձեզ կաք ավելի ներդաշնակ եւ գեղեցիկ։ Դե ինչ սիրելի հերոստադիտողներ, ուզում եմ, որ ձեր տարին իսկապես սկսվի ներդաշնակ ու գեղեցիկ։ Ձեր հետ Նեիրա Հարությունյանն էր, մնացեք բարով։ Իմացանք նաև նորաձևության խորհուրդների մասին, այս պայն առաջարկում եմ դիտել տեսանյութ, որից կհասկանանք, թե ով է մեր հաջորդ հյուրը եւ ինչի մասին ենք զրուցելու։ Դե ինչ վերադարձանք տաղավար եւ սիրով ուզում եմ ներկայացնել մեր հյուրին, խնամի պալիատիվ բուժօգնության եւ խնամքի կենտրոնի հիմնադիր տնօրեն բժշկուհի Դիանա Բեգլարյանն է այսօր մեր հյուրը, բարի առավոտ։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ, որ այս առավոտ ժամանակ եք գտել եւ եկել եք մեզ հյուր։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, շնորհակալ եմ համ հրավերի համար, համ նաեւ որ ուշադրությունը հրավիրում եք հերոստադիտողների այսպիսի արդիական թեմայի, ինչպիսին է պալիատիվ բուժօգնությունը եւ խնամքը։ Շատ կարևոր իսկապես թեմա, խնամի պալիատիվ բուժօգնություն, անունն արդեն կարծես թե հուշում է, հա, որ խնամքի մասին է գնալու։ Մի քիչ կպատմեք, քանի տարի է գործում կենտրոնը, ովքեր են բուժվում կենտրոնում եւ ում համար է նախատեսված։ Շատ լավ, իհարկե։ Մենք հիմնադրվել ենք 2020 թվականից, ընդունում ենք հիվանդներին, դա հիվանդանոց է, ստացիոնար բաժանմունք է, եւ ընդունում ենք ծանր քրոնիկ հիվանդներին։ Դա ուռուցքով հիվանդներն են, ասենց ասած ինսուլտից հետո տարբեր կոտրվածքներով հիվանդներին ենք ընդունում եւ դուք ասացիք անվանումը խնամի, խնամք ամենահաճախ տրվող հարցը նաեւ ինչու խնամի։ Կուզենայի մի փոքր պատմել դրա մասին, երբ որ մենք հիմնանում էինք մեր կենտրոնը, մտածում էինք ինչ անվանում տանք, որ ցույց տամ մեր նպատակը, բացի նրանից, որ մասնագիտացված խնամքն ենք պատրաստվում տրամադրել, բայց նաև մեր մոտեցումը, մեր վերաբերմունքը մեր հիվանդների։ Պալիատիվ բուժօգնությունը ընդհանրապես նախատեսում է երկարատև խնամք, երկարատև բուժօգնություն մասնագիտացված հիվանդի համար եւ նաեւ երկարատև շփում հարազատների հետ։ Դա համար մտածեցինք տանք նենց անվանում խնամի, այսինքն դառնում ենք հարազատ, այո, հենց խնամի, բարեկամ ենք դառնում առանց կապի, հա, այսինքն մենք դառնում ենք հարազատ, դառնում ենք բարեկամ։ Ու իրոք աշխատելով արդեն 6 տարի կարող եմ ասել, որ մենք իրոք դառնում ենք բարեկամ, որովհետև երկար շփումից հետո մենք կանգնած ենք ոչ միայն հիվանդի կողքին, այդ ծանր պահին, այլ նաև հարազատի կողքին։ Դա համար մենք խնամի ենք դառնում։ Շատ բարի, որտեղ է գտնվում կենտրոնը։ Մեր կենտրոնը գտնվում է Գուսան Շերամի 2 հասցեում եւ Գուսան Շերամի 2 հասցեում։ Որ պարագայում հիվանդը կարող է գալ ձեզ մոտ, դա ինքնակամ է, թե ուղղորդում են, ինչ ստադիա պետք է լինի, ինչ խնդիրներ պետք է լինեն։ Նայեք, մեր հիվանդները հիմնականում ոնց որ այսօր ուղղորդվում են, որովհետև բժիշկներն են հասկանում ում անհրաժեշտ պալիատիվ բուժօգնությունը։ Եվ մենք ունենք 2 խնդիր, որը հիվանդները չեն պատկերացնում իրանց հասնում է պալիատիվ բուժօգնությունը, թե ոչ։ Եվ երկրորդ խնդիր, որ նույն բժիշկները, հա, եւ նույն հիվանդները չեն տարբերակում պալիատիվ բուժօգնությունը եւ հոսպիսային խնամքը։ Եկեք հիմա հեռուստադիտողի առաջ խոսենք այս տարբերությունների մասին, ինչ տարբերություն պալիատիվ թե հոսպիս եւ ինչպես նրանք հասկանան։ Իհարկե։ Պալիատիվ բուժօգնությունը սկսվում է, երբ որ ախտորոշվում է
քրոնիկ անբուժելի հիվանդություն եւ գնում է զուգահեռ սպეციფիկ, այսինքն բուժման հետ զուգահեռ է սկսվում։ Հիմնական նպատակ ունենալով քողարկել այն սիմպտոմները, այն ախտանշանները, որոնք անհանգստացնում են հիվանդին, այսինքն ցավը լինի, մնացածը այն ինչ որ անհանգստացում են եւ հիմնական նպատակը պալիատիվի դա որակյալ կյանքը, ապահովել որակյալ կյանք, որը կարող է գնալ զուգահեռ սպეციფիկ բուժման։ Հոսպիսային խնամքը դա վերաբերվում է արդեն, երբ որ կյանքի մայրամուտի մնացել է 1-ից 3 ամիս։ Դրա համար շատ հաճախ լինում է, որ հիվանդը կամ հարազատը ասում են, այդքան ծանր վիճակում չի, որ բերենք պալիատիվ բուժօգնություն։ Բայց իմ ուղերձը, որ պալիատիվ բուժօգնությունը սկսվում է այն պահից, երբ որ ախտորոշվում է անբուժելի քրոնիկ հիվանդություն։ Եվ եթե հարազատները կամ հիվանդները չեն կարող տարբերակել, իրոք արդյոք իրան անհրաժեշտ է, մենք պատրաստ ենք մեր կենտրոնում անվճար կոնսուլտացիա կազմակերպել, խորհրդատվություն, կարող են մոտենալ եւ մենք իրոք կբացատրենք ինքը մեր բաժանմունքի հիվանդն է, թե ոչ։ Թե ոչ։ Այսա շատ կարևոր է, որ կա անվճար խորհրդատվությունը կա եւ վճարների հետ կապված կուզեի նաեւ դա էլ ասել, որովհետեւ դա շատ կարևոր է։ Վստահաբար կհետաքրքրի։ Այո, մենք աշխատում ենք եւ պետպատվերով եւ վճարովի ծառայություն։ Ամեն ինչը կախված է հիվանդի ստատուսից, հիվանդի վիճակից, եթե ինքը սոցիալապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված, պետպատվերի շրջանակներում կարող ենք տրամադրել այդ ծառայությունը։ Իրականում շատ ծանր դեպքերի հետ գործ ունեք եւ այստեղ կա նաեւ հոգեբանական ֆակտոր։ Հատկապես երբ նշեցիք, որ կա ժամանակ, երբ գիտեք, որ մարդու մայրամուտին մնացել է մի քանի ամիս, որքանով են բժիշկները պատրաստված այդ հոգեբանական վիճակին եւ որքանով են խնամի հանդիսանում հարազատների համար, որպեսզի նրանք էլ հոգեբանորեն պատրաստ լինեն։ Շնորհակալություն հարցի համար, որովհետև իրոք դա շատ կարևոր է։ Շատ կարևոր է ոչ միայն բժիշկները, այլ նաև բուժքույրերը եւ խնամողները, որովհետև իրանք ավելի երկար են գուցե բուժքույր եւ մայրապետները ավելի երկար ժամանակ են անցկացնում հիվանդի կողքին, քան թե դաժե բժիշկը, բայց մեր բժիշկները իրոք դառնում են եւ հոգեբան, եւ բարեկամ, եւ ընկեր։ Ունենք իհարկե մեր թիմում եւ հոգեբաններ, որոնք մասնագիտացված հոգեբանական աջակցությունն են կազմակերպում, բայց ամբողջ թիմն այսօր արդեն երբ որ մենք 6 տարի աշխատում ենք, կարող եմ վստահաբար ասել, որ թիմը այնքանով պատրաստված է եւ այնքանով մասնագիտացված օգնություն է ցուցաբերում, որ հանգիստ կարող եմ դա ներկայացնել, որովհետև իրոք ծանր վիճակում են գտնվում հիվանդները եւ ոչ միայն հիվանդը, այլ նաեւ հարազատը, եւ դրա կարիքը զգում են, որ իրենց կողքին պետք է կանգնեն հարազատ մարդիկ, որոնք աջակցեն ոչ միայն այդ ախտանշանները, սիմպտոմները բուժեն։ Եվ կուզեի ասել նաեւ, որ մեր թիմը այնքանով ուժեղ է, որ արդեն ունենում ենք հիվանդներ, որոնք գալիս են, որովհետև հարազատները ասում են, մենք ունեցել ենք հիվանդներ, որոնք ձեզ մոտ պարկել են, մենք գիտենք ձեր թիմը, մենք ճանաչում ենք ձեր թիմը։ Եվ հիմա ունենք էլի հիվանդ, որը ձեր կարիքը ունի։ Դա ինձ թվում ամենամեծ գնահատականն է մեր այս աշխատանքի։ Անշուշտ։ Գիտեք, նման բուժօգնությունը առհասարակ Հայաստանի սահմաններից դուրս վաղուց է գործում, բայց մեզ մոտ կարծես թե ընդամենը 6 տարի, եթե չեմ սխալվում, եթե 20 թվականից է։ Այո, 20 թվականից ընդունում ենք, հիմնադրվել ենք 2019 թվականին, բայց սկսել ենք 20 թվականից արդեն ընդունել հիվանդներին։ Այո, մեզ մոտ վերջի տարիների ընթացքում ավելի արագ է զարգանում եւ անհրաժեշտ է նորից որպես իրազեկումը բարձրացնել, որ պալիատիվ բուժօգնությունը եւ խնամքը դա ուղղակի խնամքի կենտրոն չի։ Եվ ոչ թե նախատեսված է միայն, ես որ ասում եմ երկու խնդիրներ ունենք, ոչ թե նախատեսված է միայն տարեցների համար, այդ խնդիրն էլ կա, որ չեն տարբերակում շատ հաճախ ում համար է նախատեսված տարիքայինով, եթե նայենք 18-ից բարձր մենք կարող ենք ընդունել եւ ընդունում ենք։ Այսօր մենք ունենք պարկած եւ 36 տարեկան, եւ 22 տարեկան, եւ 89 տարեկան հիվանդ բուժարուներ։ Այսինքն տարիքը նշանակություն չունի։ Պալիատիվ բուժօգնության
ծառայությունը ստանալու համար ամենակարևորը դա իր ախտորոշումն է, իր կարիքներն է եւ ոչ թե տարիքը։ Ես վստահ եմ հիմա մեզ դիտում են հեռուստադիտողներ եւ շատերի մոտ այդ գուցե համարձակությունը չկա գալ պալիատիվ բուժման եւ այլն, որովհետեւ դժվար է գալ նաեւ դրան, որ հասկանաս կամ ըմբռնես, ընկալես։ Ինչ կասեք այդ մարդկանց, ովքեր մեզ հիմա դիտում են։ Գիտեք ինչի, ես կուզեի ասել, որ հիմնականում ոնց որ երբ որ դաժե բժիշկները զրուցում են կամ հիվանդատերը ինչ որ բան է խոսում պալիատիվից, ինչ որ տխուր նոտաներ եմ լսում շատ հաճախ, բայց ես կուզեի ասել եւ իմ ուղերձը լինի, որ ես կուզեի որ ավելի դրական խոսացվի եւ ավելի դրական էմոցիաներով խոսանք պալիատիվից, որովհետեւ պալիատիվի հիմնական նպատակը այսօրվա կյանքի որակի բարելավումն է։ Այսինքն մեր նպատակը այնքանով բարելավել հիվանդի բուժարուի կյանքը այսօր, որ ինքը շփվի իր հարազատների հետ, վայելի այդ օրը առանց ցավի, առանց մնացած ախտանշանների, որը չի ուզենա հիմա ցեն թվարկել, հա, ցավը հիմնականն է, որի մասին խոսում ենք, բայց ավելի դրական խոսենք, որովհետև մեր նպատակը դա որ կյանքի որակի բարելավումն է, ոչ ավելի տխուր տոնով եւ տխուր էմոցիաներով խոսենք։ Դա իմ հիմնական ուղերձն է, որ եկեք զրուցենք, եկեք բարձրացնենք իրազեկումը պալիատիվ բուժօգնության մասին, որ բոլորը իրազեկ լինեն եւ հասկանան իրանց հիվանդին խնամքը, ոնց կազմակերպել, ոնց իրանց հիվանդը չտարապի եւ ստանա մասնագիտացված խնամք։ Ես լիահույս եմ, որ այսօրվա մեր զրույցը նույնպես օգնեց շատերին, ովքեր ունեին հարցեր, ստացան պատասխաններ, որ կարող են իսկապես գալ, վստահել, ուղղորդվել ու իմանալ, որ իրենց հիվանդը իրական խնամքի տակ է, ճիշտ խնամքի տակ է, եւ խնամու մոտ է, անցավ է եւ իրենց խնամիների մոտ են այս բարակայում եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ խնամի պալիատիվ բուժօգնության եւ խնամքի կենտրոնի հիմնադիր տնօրեն բժշկուհի Դիանա Բեգլարյանն է, ով իր ջերմությամբ եւ տեսակով արդեն ցույց է տալիս, թե ինչպիսին է վերաբերմունքը, իսկ դա ամենակարևորն է, հոգեբանական կողմը ամենակարևորն է։ Շնորհակալություն ձեզ, ձեր կատարած աշխատանքի համար, իսկապես այս կենտրոնի համար, որը անհրաժեշտ է մեր օրերում եւ արդիական թեմա է, որին պիտի անդրադառնայինք ու շատ ուրախ եմ, որ դուք այսօր այստեղ եք ու ունեցան կառույցը զրուցելու այս մասին։ Շնորհակալություն եւ եթե թույլ տաք կխնդրեի ասել, որ եթե մեզ փնտրում են, մեզ կարող են գտնել եւ Facebook-յան էջում, եւ Instagram-ում, եւ վեբկայքում, ուղղակի անհրաժեշտ է հավաքել խնամի պալիատիվ կենտրոն։ Եվ մեզ բոլոր հարցերի պատասխանները կլինեն, այնտեղ կգտնեք վստահաբար նաև հեռախոսահամարներ, որով կարող եք խոսել, գրանցվել, ի վերջո գրել նամակ, ուղղել ձեր հարցերը եւ վստահաբար պրոֆեսիոնալները, էջի պատասխանատուները կտան սպառիչ պատասխաններ։ Շնորհակալություն ձեզ զրույցի համար, ասելիք ունեցող իսկապես զրույց էր ու շատ անհրաժեշտ մեր օրերում։ Շնորհակալություն ձեզ հրավերի համար։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ մեր հյուրն է խնամի պալիատիվ բուժօգնության եւ խնամքի կենտրոնի հիմնադիր տնօրեն բժշկուհի Դիանա Բեգլարյանը։ Շնորհակալություն ձեզ անչափ կարևոր զրույցի համար, շատ հարցերին սպառիչ պատասխաններ տալու համար եւ վստահաբար ձեր էջերում կփնտրեն ձեզ, բայց մենք ունենք այս պահին մի տեսանյութ, տեսանյութն էլ դիտենք ու նոր վերադառնանք տաղավար։ Դե ինչ, եւս մեկ անգամ շնորհակալություն ձեզ, ձեր կատարած աշխատանքի համար, վստահաբար տեսանյութի միջոցով էլ շատ հարցերին պատասխաններ ստացանք, չմոռանաք, ընդամենը գրում եք խնամի պալիատիվ եւ գտնում եք, փնտրում եք էջերում, Instagram-յան հարթակում, Facebook-յան հարթակում գրում եք նամակ եւ ստանում ձեր հարցերին սպառիչ պատասխաններ։ Եվս մեկ անգամ ձեզ շնորհակալություն։ Սիրելիներս, հետևեք ձեր առողջությանը, այն շատ թանկ է ու կարևոր եւ գնահատեք կյանք վարկյանը յուրաքանչյուր պահին, գնահատեք այն լույսը, որ առավոտյան մեզ տրվում է արևի ներքո եւ ինչու ոչ գնահատեք նաեւ մայրամուտները, ամեն ինչ ինչ մեզ շրջապատում է, տարածեք դրական էներգիա, տվեք դրական էներգիա, շատ կարևոր է մեր օրերում ու բարությունն անշուշտ վերադառնում է։ Այսօրվա համար նախատեսել ենք այսքանը, ձեզ հետ Անահիտ Կիրակոսյան էր, մնացեք բարով, թող օրը լինի բարի։